Բարի քեզ գիշեր։ Ողջույն։ Քեզ գիշերն անց այսօր մեր հյուրը Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է։ Մեր երկիրը Հայաստանը Կրեմլի պատերից հեռու է, իրենց պետք է ազատության կղզյակ։ Լրիվ ուրիշ ժամանակներ էր, հիմա կարող է ձեր սերունդը այդպես է, բայց մեր սերունդը նորմալ։ Ես միշտ շատ հեշտ եմ ազատվում իմ գործերից, քանի որ նկարը պետք է ուրիշ միջավայրում ապրի։ Անցել են այն ժամանակներ, ազատությունից բարձր գաղափար չկա։ Բարև ձեզ։ Բարի քեզ գիշեր։ Բարև ձեզ։ Վարպետ կարոտել եք Թիֆլիսը։ Մոտ 30 տարի չեմ եղել։ Առավել եւս։ Կարոտելը այն խոսքը չի, իմ ծննդավայրս է, հետաքրքիր քաղաք է, բայց ես արդեն մոտ 60 թվականից Երևանում եմ։ Դե հա, բայց չի ձգում։ Համարում եմ ինձ երևանցի։ Չի ձգում։ Իսկ Երևանը ինչպես ձեզ ընդունեց։ Հրաշալի է։ 60 թվականի Երևանը, բայց շատ տարբեր պետք է լիներ, չէ՞ Թիֆլիսից։ 60 թվականի Երևանը գիտեք ինչ առումով էր տպավորվել, քանի որ ես առաջի անգամ Ռուդոլֆ Խաչատրյանն էր մեծ նկարիչներից իմ ընկերս էր, առաջի անգամ ես Երվանդ Քոչարին գիտեի, Թիֆլիսից գիտեի, մեծ արձանագործ է, մեծ մտավորական է, եւ Ռուդոլֆը տարավ ինձ վարպետի արվեստանոցը, մտա, ասեց անունդ, ազգանունդ, ասեցի Ռոբերտ Էլիբեկյան, ասեց Հակոբ Էլիբեկյան ով է ձեզ, ասեցի իմ պապուս եղբայրն է, ինձ գրկեց, ասեց Բուլո ջան, դու գիտես, որ Հակոբ Էլիբեկյանը ինձ դաս ա տվել եւ այդ օրվանից դռները բացվեցին միշտ ես կարող էի արդեն Քոչարի հետ շփվեի եւ ես միշտ ասում եմ սովետական կարգեր էին այն ժամանակ բայց ես ուրիշ կտրվածքով էի նայում քանի որ մեր երկիրը Հայաստանը Կրեմլի պատերից հեռու է, իրենց պետք է ազատության կղզյակ։ Այստեղ գալիս էին Վիլյամ Սարոյանը եւ ազատություն կար Երևանում։ Չնայած դժվար համակարգ էր, բայց առաջի ժամանակակից արվեստի թանգարանը Երևանում հիմնադրեց Հենրիկ Իգիթյանը։ Սարոյանը, որ եկավ Երևան, պետք է այցելի ժամանակակից արվեստի թանգարան։ Լավ հիշում եք Ճերմակ անունը, վերարկուն էր եւ կարակուլի գլխարկ։ Իմացանք ու եկանք։ Գիտեք որտի վեր 67-70 թվականներ 70 թվական բոլորս եկանք, հանդիպեցինք, ինքը մեքենայից իջավ ու իրան ծափարեցինք։ Շատ ուրախացավ, շոյված էր։ Նայեց ամբողջ սրահները, դուրս եկավ ասեց ամենալավ իմ օրն է այսօր։ Ինքը նկարում էր Սարոյանը։ Ինչ մարդիկ էին գալիս այն ժամանակ, շատ հետաքրքիր ժամանակներ էին։ Դառնով
Բայց որ դուք եկաք ու մոտ եկաք, որտեղ պետք է մնայիք, Վարձով է որտեղ։ Մենակ, դուք մենակ էիք թե Մենակ ընտանիքով։ էի, Եվ Մենակ։ ինչու եկաք։ ոնց թե հայ մարդ է ինչու չպետք է գայի իմ հայրենիքս։ Չնայած իմ հայրենիքս Թիֆլիսն է։ Նեն չի որ Թիֆլիսում հայերը չեն համարում իրենց հայրենիք։ բայց Ասում են մեր քաղաքն է։ Հիմա ասեմ ձեզ իմ հայրիկս հայկական թատրոնի Շահումյանի տնօրենն էր եւ վրացի ակադեմիկոս կար հայրիկիս բարեկամ ասեց Բատոնը Էլիբեկյան ձեր տղան շատ շնորհալի է գործերով մենք գնացինք ցույց տվեց ասեց թող գնա ես գիտեմ որ Երևանում հրաշալի գեղարվեստաթատերական ինստիտուտ կա թող գնա իր հայրենիքում հայրիկս լսեց եւ ես եկա Երևան Ձեզ մենակ ուղարկեցին։ Մենակ այո Անհանգստանալ չկար, ինչի պետք է անհանգստանալ ասում են մեր տղան գնաց։ Անտեսան ծանոթ անճանաչ։ Վարձով ապրի, որտեղ ապրի։ Վարձով էի ապրում Որտեղ էիք ապրում, տունը որտեղ էին վարձել։ Հիմա որ բանը կա մեր Գերագույն խորհուրդ Այո։ հետևը ինչ փողոց էր Դեմիրճան հիմա Դեմիրճան փողոց Այո, Դեմիրճյան փողոց։ այնտեղ Վարձով էի ապրում կիսապադվալային տենց նկուղի մեջ Պետք էր սնվել, պետք էր լվաց կանել։ Դա կեն Մենակ ցածր նորմալ մենակ տղա կյանքում ինչ կա ձեր տանը հետ գործերը չէիք անում չի դուք։ անում ամեն ինչը սովորեցի Դե բայց հետո բնորդուհիներ էին Գալիս գալիս, էին։ պարոն Բախտամյան, Գալիս էին։ պապտի նկարեին։ Բնորդու հարցը դժվար էր երևի այն ժամանակ։ Չէ, կային բնորդներ, Արտուրն էր բնորդ եւ կին կար եւ տղամարդ կար։ Հրաշալի երիտասարդություն եւ մեր գեղարվեստաթատերականը շատ տարածաշրջանում Ինչպիսին էր այդ ժամանակ ձեր կուրսը, ղեկավարը, մարդիկ ովքեր էին։ Մինչև այսօր ես բոլորին հիշում եմ անունով կուրսի ղեկավարը Շանթ Հերթևցյանն էր, Վրամշապուկ Շաքարյանը մեզ չէր դաս տալիս, բայց ինքը միշտ ասում էր, ինքը ռուսախոս էր, որ անցնում դառնում ենք, ասում էր, հիշեք հին վարպետներին, Вспомните старых мастеров։ Հա։ Մեսիջ էր ուղարկում, հետո մենք հասկացանք, որ միգ մոռացեք, քանի որ մենք արդեն ազատություն կար, ճիշտ է, մենք տիրապետում ենք ազերին նկարչության, բայց շատ ազատ էր։ Էդվարդ Իցաբեկյանն էր դասավանդում, հրաշալի մենք շատ ուժեղ բուն ենք։ Պարոն Էլիբեկյան, կար մշակութային մթնոլորտ։ Երրում է։ Իսկ հիմա Հիմա է դա։ հիմա էլ կա։ Ես միշտ ասում եմ Հայաստանում ամենաուժեղը, ես միշտ ասում եմ եւ բաց, ոչ ծանր արդյունաբերություն ունենք, ոչ թեթև, որը կարող է մրցակցի աշխարհի հազար երկրների հետ, բայց արվեստը Հայաստանում մրցունակ է, չեմ ասում, որ շատ ուժեղ է, բայց մրցունակ է, առանց ամաչելու մենք կարող ենք ցուցադրենք մեր եւ քանդակագործներին եւ նկարիչներին եւ թատրոնը հրաշալի է։ Հետո եկա ես Երևանում բուրըն միջավայր էր եւ համագործակցում էի ֆիլմերի նկարիչ էի եւ թատրոնում էի, քանի որ թատրոնում եմ ես ծնվել, ինձ համար շատ հեշտ էր եւ հետաքրքիր էր, գիտեք, փոքր ժամանակ արդեն այդպես էր մեր տան մթնոլորտը, հիմա ամանոր է շուտ, չէ՞։ Ես չեմ կարող մոռանալ, որ մենք ապրում ենք 4.5 մետր բարձրությամբ մեր բնակարանը, Արգուտյան նախկին իշխանների բնակարաններ, նախկին հայեր տուններ եւ
տոնածառը հայրիկս բերում մերա միջև առաստաղ 3.5 մետրանոց եւ մենք ինքներս ես եղբայրս Հենրին եւ քույրս խաղալիքներ էինք սարքում ոչ թե առնում էինք խանութներից մենք սարքում էինք անմոռանալի օրեր են եւ այդպես Իսկ այս ամանորին ինչպես եք պատրաստվում։ այս ամանորին ասեմ ձեզ տղաս Երևանը փայտից տոնածառ էր առե փայտից շատ լավ իր հենակով ես արդեն 3 նկարազարդեցի այդ տոնածառը հրաշալի մեր տան համար դե տղաս առանցին ապրում ասես պապ հայրիկ երկու հատ էլ առենք մի հատ արեգի համար որը կանադայում է մի հատ էլ մեզ համար այսօր բերես Արդեն նկարազարդել եք։ Չէ, այսօր ժամանակ չունեմ, եկել եմ ձեզ։ Պարոն Էլիբեկյան, բայց հիմա մի հատ այդ Տերյան փողոցից պատմեք, էլի, այդ կինոստուդիա, որ մտակ, ում տեսակ, ինչ էր կատարվում։ Հայտնվեցիք կինո աշխարհում։ Շատ լավն էր կինո Տերյանն այդ։ Ես շատ կարոտում եմ։ Քանդեցին եւ այդ հյուսիսայինը սարքեցին։ Շատ հետաքրքիր էր։ Ես բավականի Յուրի Արամայից Երզենկյանի հետ էի շատ որպես նկարիչ ֆիլմերի ինձ հետաքրքիր էր։ Լավ պատմություններ կան, բայց կարելի է մի 10 Դե գոնե մեկը լավ, գոնե, մեկը 10 օր չէ, 10 րոպե գոնե։ մի դրվագ պատմել Սիրով։ Թիվլիսից։ Ահա։ Թիվլիսում ենք, մի Խաթաբալա։ Խաթաբալա։ Ֆրոնզներ Մկրտչյան, Սոսներ Սարգսյան։ Սոսներ Սարգսյան։ Խմբով գնացինք Թիվլիս։ Դե այդ մեյդան կոչվող այնտեղ Այն տիկնիկները բաները դուք եք, չէ՞, արել են մեծ են ծաղրացուներ էին, բաներ էին։ ամեն ինչ շատ հետաքրքիր չէ, ես պատմում մի դեռ։ Բայց Մինասն էլ էր, չէ՞, այդ ֆիլմում աշխատում։ Մինասներ էր, երկուսով ենք, միասին ենք։ Այո։ Եվ դե գիտեք Թիվլիսը բուրըն քաղաքը ամբողջ հայությունը պատուհաններից, բալկոններից, բաներից նայում են, որ եկել են Երևանից ֆիլմ են նկարում, իրանց համար դա երազանք էր։ Կինոգրուպը տնօրեն ուներ եւ փոխտնօրեն։ Իհարկե։ Փոխտնօրենը ֆինանսական գործերով էր զբաղվում։ Հետո Մեզ միշտ մեկ բոլոր երիտասարդ պետք է լավ ուտենք, խմենք, հա։ Ու գալիս էիք, ասում եք փող տուր։ Չէ, ինքը վճարում էր, բայց մի օր այդ փոխտնօրենը գումարները վերցրեց եւ անհայտացավ։ Դա որ ֆիլմի ժամանակ։ Խաթաբալայի ժամանակ։ Հենց Խաթաբալայի ժամանակ։ Հետո սկսվեցին։ Հետո։ Սոված անոթի ժամանակներ, չէ՞։ Եվ բոլորս ծանոթներ ունենք, բառներ կարողացանք, դիմացանք եւ այսօր տեսնում եք, որ ողջ առողջ ես ձեր Երկու նկարչով աշխատել գնաց ու գնաց, հա։ գնաց ու գնաց։ Պարոն Էլիբեկյան, երկու նկարչով աշխատելը հեշտ էր։ Ինչ առումով երկուսով իրար չի Իրար հասկանալ, Հասկանալ, լրացնել։ մոտ ընկերներ ենք մենք իրար հետ ոչ մի խնդիր չէր եւ հրաշալ մինչեւ այսօր այդ ֆիլմը ցուցադրում են Կինոն իր օրենքներով, իր հետաքրքրություններով եւ տառապանքներով տարբերվում է թատրոնի հետաքրքրություններից։ Կինոն ավելի հեշտ է Ահա։ թատրոնն է դժվար Ինչու՞։ Դե թատրոնը գիտեք կինոն տեխնիկայա բանը կարելի է հնարքներ անել շատ հեշտ եւ ավելի էֆեկտիվ թատրոնը կենթանի բան է ոնց որ այսօր հիմա մենք նստած խոսում ենք չէ իրար հետ հանդիպում ենք աչքերին նայում ենք
պատասխանում ենք, նույնը հիմա էլ է թատրոն, հիմա մենք փոքր ներկայացում ենք խաղում։ Եվ այս դեպքում նկարիչը մեզ հետ։ Ոչ թե կուլիսներում։ Այո։ Թատրոնը ինչով է լավ, գիտեք, մեր մասնագիտությունը նկարիչների եւ քանդակների լուր մասնակցությունն է, բայց թատրոնը ինչով է լավ, որ դու զարդարում ես դեկորները, զգեստները եւ վերջում ծափարությունները։ Ինձ ծափարում էին միշտ, դա հաճելի է։ Իսկ դերասանուհիների հետ հեշտ էր աշխատել։ Ինչու՞ է դերասանուհիների։ Դե որովհետև դերասանուները կմահաճ են, ասում են, այս ինչ շոր է կարել։ Հա, ես այսպես չէի պատկերացրել։ Ենթարկում Ինձ են, չաղացրեց, նիհարացրեց։ մենք շատ խիստ էինք, չէ։ Դուք եք խիստ թե իրենք։ Մենք, չէ, բոլորը, չէ, լրիվ ուրիշ ժամանակներ էր, հիմա կարող է ձեր սերունդը այդպես է, բայց մեր սերունդը նորմալ, բոլորը օրենքներ կային, բոլորը հնազանդ պետք է։ Ինչ արեցիք, այդ կհակնի, հա։ Այո, քանի որ ես ծնվել եմ թատրոնում, Վահրամ Փափազյանը գալիս էր Թիֆլիս հյուրախաղերի, Հրաչյան Ներսիսյանն էր գալիս։ Ուզում եմ ասեմ, որ ես այդ ամբողջ խոհանոցը ինձ համար հարազատ էր եւ շատ հեշտ էր աշխատել։ Պարոն Էլիբեկյան, իսկ երբ ձեր Դեմիրճյանի բնակարանը, որը վարձած բնակարան էր, իր բոլոր հարմարություններով եւ անհարմարություններով, արդեն վերածվեց սեփական բնակարանի, արվեստանոցով, չէ, դա վարձով է ապրում։ Չէ, հետո երբ դարձավ արդեն, երբ հիմնավորվեցիք, այսպես ասած։ Պես է, չէ, հայերը հենց տուն են առնում, նոր համարում են, որ իրենք արմատ գցեցին նորից, հիմնավորվեցին եւ ամուր կանգնած են իրենց ոտքերի վրա։ Տարիներ անցավ, ամուսնացա եւ տուն ունեցա եւ ամեն ինչ։ Իսկ որտեղ հանդիպեցիք նրան։ Մարիամին, Մարին։ Պողոս Հայթայան կարի, Պողոս Հայթայանի հայտնի արվեստաբան էր, իր քույրն էր։ Ինքը իմ ընկերս էր, այդպես հանդիպեցինք եւ մինչեւ այսօր։ Բայց այդպես ոնց դուք գրավեցիք նրա սիրտը, թե նա ձերը հետո սկսեց պայքարել։ Ոնց տեղի ունեցավ։ Պայքար չկար։ Պայքար չկար, առանց պայքարի։ Առանց պայքարի։ Բայց հենց նրան տեսակ հասկացաք, որ կան, սա կա նա է, չկա նա է, թե այդպես ժամանակ պետք է։ Սիրարվեցի, դու Էրմինե դու չգիտես, որ մարդ սիրարվում է վերջ։ Դե բայց միշտ չի որ սիրահարությունները հաջողությամբ են փսակվում, պարոն Էլիբեկյան։ Բացառություններ լինում են, չէ, մենք էլ բացառություն։ Ես վստահ եմ նկարեցիք նրան այդ ժամանակ։ Մինչև այսօր էլ նկարում։ Հա։ Չէ, դե մինչև այսօր այո, բայց հենց այդ պահին, հենց այդ չէ, բայց ստիպված, չէ։ Ինչու ստիպված։ Մեջս արդեն ինքը, եթե ես նկարում եմ։ Ինչ էլ անում եք ինքն է ստացվում, հա։ Այո, նմանվում է։ Ես հատուկ չեմ անում։ Իսկ շատ լուրջ քննադատ է Տիկին Մարիամը։ Լսում եմ ես իրեն, հասկանում եմ։ Լուրջ եմ ասում, հասկանում։ Որովհետև անհնար է ապրել այսքան տարիներ։ Ընդհանրապես քննադատները արվեստի ես ինձ համար գոյություն չունի։ Խոսքս մասնագիտական քննադատի մասին չէր, այո։ Ասեմ ձեզ, որևէ մարդ որ կյանքում թանգարան չի գնացել, չի տեսել ոչ մի նկար, բայց եթե 3-4 հատ նկար իրեն ցույց տան, ինքը ամենալավը կգտնի։ Բա, դες բաներ կա։ Հիմա գանք ձեր մանկավարժական գործունեությանը։ Մանկավարժական։ Ինչու չկա մանկավարժական գործունեություն։ Ինչու որևէ մեկին չեք ցանկացել սովորեցնել։ Ասեմ ձեզ։ Երևում է դուք գիտեք իմ կենսագրությունը շատ լավ։ Կյանքում չեմ դասավանդել, բայց հիմա ես մի հատ կառույց կա Երևանն իմ սեր։ Երեխաներին ես դասավանդում եմ։ Այդպես ասած դասավանդում եմ, բայց երեխաներին։ Երեխաներին 7 տարեկանից մինչև 12, որ պարտադիր չի իրենք նկարիչ կդառնան կամ չեն։ Այո, հրաշալի դա։
իսրայելյան երեքում հրաշալի պայմաններ են, ամբողջը ձերի է, յուղաներ, ջրաններ, պաստեր, ամեն ինչ կարողված եւ ափսեներ են նկարազարդում եւ նկարում են հրաշալի, ես հաճույք եմ ստանում։ Ինչն է պատճառը, որ նկարիչը սիրում է եւ մի տեսակ նույնիսկ պարտադրված է, որ պիտի պարտադիր ցուցահանդեսներ ունենա։ Այդ ինչ տենց մի պահանջ է, անհրաժեշտություն է։ Պարտադիր։ Որ սիրում են էլի ցուցահանդես։ Դե ցուցահանդես պետք է, գիտեք ինչ, եթե ասենք ներկայացումը, ասենք փորձեր անում են, պատրաստում են, հետո պետք է բեմ դուրս գան, չէ՞, պետք է իրականանա այդ process-ը։ Նույնը նկարիչները պետք է մեկ ես հաճախ չեմ արել ցուցահանդեսներ։ Տարբեր երկրներում եմ արել ժամանակին։ Դու ցուցահանդես ու ինքդ ուզում ես տեսնես հանդիսատեսը ինչպես է վերաբերվում։ Գիտեք, մեկ որ ցուցահանդես է անում, ուրիշի աչքերով պետք է նայես արդեն իմս չի։ Ես իմ մասին եմ խոսում, ես նայում եմ եւ ինձ համար շատ հետաքրքիր է, որ ինչպես են իրենք կենթանանում արվեստի գործերը, նկարները, թե քանդակները։ Լուր մասնագիտություն է, մեր մասնագիտությունը։ Իսկ դուք հեշտեք նվիրում ձեր նկարները։ Այո։ Ակնարկ էր։ Չէ, ակնարկ։ Չէ։ Ասեմ ձեզ մեկ նկարիչներ կան, որոնք միջև կյանքի վերջը ասում են ես չեմ վաճառում եւ շատ կան մեծ լավ նկարիչներ կան չեն վաճառում բայց ես իմ տեսակետը դες կասեմ ես միշտ շատ հեշտ եմ ազատվում իմ գործերից քանի որ նկարը պետք է ուրիշ միջավայրում ապրի։ Տղամարդ նկարչին ոգեշնչողը իհարկե նաև կանայք են։ Ժամանակակից ամեն ինչ է, ոչ։ Միայն կանայք չեն։ Միայն կանայք չեն, միանշանակ Վարոն Էլիբեկյան։ Նաև կանայք են։ Ամեն ինչ ազդում նկարիչը։ Նաև կանայք են, բայց եւ երկինքը, եւ ձմեռը, եւ ամառը, եւ կարկուտը։ Նաև կանայք։ Եվ եւ կանայք։ Բայց հետաքրքիր ժամանակակից կանայք ոգեշնչող են։ Գիտեք, ես երբեք չեմ նստածնում մոդել նայում նկարում, շատ քիչ է եղել։ Բայց եթե մեկը ցանկանում է իր դիմանկարը ունենալ, որ դուք եք նկարում, ասում եք Պատվերով միայն ես իմ կնոջս եմ նկարել, երբեք չեմ նկարել որևէ մեկի։ Կրկին է չկան, էլի կտեսնենք։ Բայց այսպես զբոսնում եք, քայլում եք Երևանով, կան այն կերպարները, կանացի այն կերպարները, որ կարող են ոգեշնչել։ Ես եմ նստած ձեզ մոտ, ձեզ նայում եմ, քանի որ Ստիպված եք։ Ստիպված եք, չէ, ձեզ նայում կարող է անցնի ժամանակ եւ այդ ձեր դեմքը եթե ինձ հետաքրի ինքը կարտնանա մի տարի, 2-3 տարի, 4 տարի հետո։ Ու կդառնա այո։ Նյութ։ Բայց ես իրեն չեմ նվիրի այդ գործը։ Դա չէ, դա կպահեք ձեզ։ Կպահեմ ինձ։ Իսկ հիմա Անարդար է կյանքը։ Պարոն Էլիբեկյան, դուք նաև ուղակի շարունակող ունեք, հա, ձեր որդին էլ է։ Այո։ Որ սենց եկավ ասեց գնում եմ ընդունվեմ, ինչ ասացիք։ Ես կարող եմ, եթե ինքը
զգում է որ շնորհալի։ Լավ, ինքը զգում է, բան է անում, բայց կարող եք հայրաբար ասել Գործ չունես, սա մասնագիտություն չի, տղա ջան։ անցանք էլի ֆիզիկոս դարձիր։ Միջնադարի մարդու չէ, ազատ եք մեկոնց, եթե տեսնում եմ, որ շնորհալի տղա է, ինչի՞ չպետք է նկարի։ Նկարի ազատ մասնագետ։ Լավ, ազատ մարդ է, ընտրեց, բայց դուք կրկին հայրաբար եւ մասնագիտորեն նայում եք ու Տեսնում եք, չէ էլի։ Չէ, տենց չի։ Ամեն ինչ տեղն է։ Հրաշալի նկարիչ Այո։ արեգա։ Դուք վստահ ասում եք, հպարտորեն։ Այո։ Իսկ իր նկարները թանկարժեն թե ձերը։ Լուսահոգի եղբայրս Այո։ Հենրիել Բեկյանը Այո։ ինքն էլ է նկարիչ, Այո։ հայրիկս 60 տարեկանում թոշակի անցավ եւ Ինքն էլ էր հրաբուխի պես այդ նկարում։ գեների մեջ է, դա գաղտնիք է։ Ոչ ես կարող եմ բացատրեմ, որևէ մեկը չի կարող բացատրել։ Ճշտում եմ։ մի հրահրեք, պարոն Վախտանյան։ Պարոն Էլիբեկյան, հնարավոր է նկարիչ լինելով լավ վաստակել եւ լավ ապրել։ Ինչու՞ չգնա։ Ինչպես։ Բայց մենք միշտ լսել ենք, չէ, նկարիչները աղքատ, Հին հեքիաթներ են։ Բայց ո՞նց է լինում, որ մեր ժամանակներում մեկ էլ հանկարծ նկարիչները դարձան Ինչ։ ֆինանսապես կայուն։ Ինչի արդյունքում, ինչի շնորհիվ, Հայ ժողովուրդը պահեց, հայերը սիրում են կերպարվեստ։ Լավ։ Իսկապես։ Այո, առնում են եւ պահում են։ Մոտ 800 անդամ ունենք, մի 800 էլ ունենք, որը նկարիչների միության անդամ են, բոլորն էլ ապրում են եւ որը իրենց խնդիր չունեն։ Իսկ մեր նկարիչների միության երիտասարդ նախագահը Այո։ այս մի տարի մոտավորապես անցավ արդեն Իրենք ղեկավարն է։ անջեկացել։ Նա արդեն եղել է այստեղ, պարոն Էլիբեկյան, Չի ասեց ամեն Մի տարի անցել են իր այստեղ գալուց հետո։ Ինչ է փոխվել նկարիչների կյանքում։ Ինչ պետք է փոխվի, ադմինիստրատորը կարող է փոխի։ Ինչի պետք է փոխի։ Ինքը շատ լավ երիտասարդ է, ղեկավարում, մեկը պետք է ղեկավարի, շատ նորմալ է, բայց անցել են այն ժամանակները, ազատությունից բարձր գաղափար չկա։ Բրավո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Էլիբեկյան, բոլոր ժամանակների Հայաստանը Աննա Պետրոսյանի հեղինակությամբ նվիրում ենք ձեզ։ Այ շնորհակալություն ձեզ։ Եվ ձեր նվերներով Արեգ Էլիբեկյան։ Արեգ Էլիբեկյան, որով հպարտանում եք, Այո, չէ՞։ եւ ոչ միայն պարոն Էլիբեկյանը, իդեպ։ Եվ ձեր ալբոմն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսպեսին էր Ռոբերտ Էլիբեկյանը, կես գիշերն անց։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։